Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ մշակել ենք նախագիծ, ըստ որի դպրոցներում կսահմանափակվեն խելացի սարքավորումների բջջային հեռախոսների օգտագործումը։ Նախագիծը կդրվի քննարկման ակտիվ քաղաքացի հարթակում, ուսուցիչների, աշակերտների, ծնողների եւ իհարկե խնդրով մտահոգված քաղաքացիների կարծիքը պատկերացնելու։ Շատ լավ նախագիծ է, նույնիսկ մինչ նախաձեռնությունը համընդհանուր դպրոցում ուներ որդեգրած այդ հատկանիշը եւ առավոտյան շուտ հեռախոսները հավաքվում են, ինչպես տեսնում եք, իմ սեղանին դրված են եւ հեռախոսից կարող են օգտվել միայն իմ թույլտվությամբ եւ միայն դասամիջոցին։ Ես որպես ծնող եւ որպես ուսուցիչ ընկալում եմ, որ հեռախոսը կապի միջոց է, բայց որ դասապրոցեսին խանգարում է, դա փաստ է։ Եթե ծնողին անհրաժեշտ լինի երեխայի հետ կապ հաստատել, երեխայի հետ շփվել, նա կկարողանա դա անել դասղեկի ուսուցչի միջոցով, հեռախոսները ունեն իրենց տուփիկները, երեխաները արդեն սովորել են կարգ ու կանոնի, իսկ դպրոցը պիտի ունենա կարգ ու կանոն եւ ըստ իր կանոնադրության անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք դասապրոցեսը ապահովելու համար։ Հեռախոսները դարձել են մեր կյանքի անբաժան մասը, առանց հեռախոս ոնց որ մեր կյանքը չենք պատկերացնում ու դպրոցում էլ այդպես։ Կարևոր է որպեսզի դասերին ավելի կենտրոնանանք ու չշեղենք մեր ուշադրությունը ուրիշ ոչ կարևոր բաների վրա։ Հիմնականում դասապրոցեսի ժամանակ ես հեռախոսից չեմ օգտվում, քանի որ դա ինձ շեղում է։ Նրանով է լավ, որ մենք տանը ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք, գոնե այստեղ կկտրվենք եւ կսովորենք։ Դասապրոցեսի ընթացքում ունենք նաեւ QR կոդերով առաջադրանքներ, որից նաեւ երեխաներն օգտվում են։ Գեղեցիկ կարողանում են դուրս բերել հեռախոսներն, օգտվել նման առաջադրանքից եւ նաեւ պահել։ Օրինակ նույն ինֆորմատիկա առարկան մենք կարող ենք հեռախոսների շնորհիվ պրակտիկա ձեռք բերել տարբեր վարժություններ կատարելով։ Օգտագործում ենք նաև հեռախոսները, եթե կարիքը կա դասի կառուցվածքը այնպիսին է, որ անհրաժեշտություն կա, մենք թույլ ենք տալիս, որ երեխաներն նաև օգտվեն, բայց հաճախ սովորողները կենդանի շփման կարիք ունեն։ Կարծում եմ դա է ամենակարևորը, որ իրենք դպրոցում կարողանան շփվել, իրար հետ ոչ թե իրար կողք նստած հաղորդագրություններ միմյանց ուղարկել։ Հաշվի առնելով ժամանակակից կրթական միջավայրը դժվար է պատկերացնել նաև առանց որոշակի օգտագործման սարքավորումների, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք 1-ից 6-րդ դասարանցիների շրջանում առհասարակ բացառել ուսումնառության ընթացքում դպրոցում գտնվելու ժամանակահատվածում բջջային հեռախոսների, խելացի ժամացույցների եւ այլ սարքավորումների օգտագործումը, իսկ արդեն 7-ից 12-րդ դասարաններում ուսուցչի ուղղորդմամբ ըստ անհրաժեշտության առանձին դեպքերում դրանց կիրառությունը բնականաբար կրթական նպատակներով։